Արևածաղիկը բարդածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է, նրան այլ կերպ նաև անվանում են արևեթերթիկ, արևելաց ծաղիկ։ Արևածաղկի հայրենիքն է համարվում Մեքսիկան, Պերուն և Հյուսիսային Ամերիկան, հայտնի է մոտ 50 տեսակ։ Հայաստանի Հանրապետությունում մշակվում է արևածաղիկ յուղատուն, որպես սիլոսային մշակաբույս։ Եվրոպացիներն առաջին անգամ այդ բույսը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան։ 400 տարի առաջ նրանք այն բերեցին Եվրոպա և անվանեցին արևի ծաղիկ։ Բակարիովը 1829 թվականին իր պատրաստած ձիթահան սարքով արևածաղկի սերմից առաջին անգամ ստացավ սննդի բուսական յուղ։ Արևածաղկի արմատային համակարգը առանցքային է։ Ծաղկաբույլը զամբյուղ է, միշտ դեպի արև նուգված, այստեղից արևածաղիկ անվանումը։ Զամբյուղի եզրերին մեկ կամ մի քանի շարքով դասավորված են ծաղիկները։ Լինում է յուղատու, ուտելի և սիլոսային։ Սերմերից ստանում են ձեթ, որն օգտագործում են սննդի, պահածոյի, մարգարինի, հացաթխման, հրուշակեղենի, օճառի, լաքերի, ներկերի արտադրության մեջ։ Արևածաղկի թափոնները՝ մղեղ, ցողուն, տերև, զամբյուղի մնացորդներ, սերմի կճեպ, օգտագործում են թուղթ, կաուչուկ ստանալու համար։ Արևածաղիկն ունի նաև բուժական նշանակություն, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Մեղրատու է։ Արևածաղկի յուղը պատկանում է բուսական լավագույն յուղերի թվին և համարվում է բարձր որակի սննդամթերքներից մեկը։ Սննդարար հատուկ արժեք են ներկայացնում յուղի մեջ պարունակվող վիտամինները։ Արևածաղկի սերմերը առաջին հերթին օգտագործվում են արևածաղկի ձեթ ստանալու համար, որը լայնորեն օգտագործվում է տարբեր տեսակի սննդամթերքի պատրաստման, ինչպես նաև տեխնիկական նպատակներով։ Արևածաղկի ձեթի հիդրոգենացումից հետո ստանում են սալոմաս։ Այս սնունդն ունի բարձր կալորիականություն, սնուցիչների գրեթե կեսը կազմում են ճարպերը։ Արևածաղկի սերմերը նախկինում ավելի հաճախ ուտում էին որպես խորտիկ, այլ ոչ թե որպես ուտելիք։ Այն կարող են նաև օգտագործել որպես խավարդ կամ տարբեր բաղադրատոմսերի բաղադրիչ։ Սերմերը կարող են վաճառվել ինչպես կեղևով, այնպես էլ առանց դրա։ Սերմերը օգտագործվում են նաև տարբեր տեսակի աղցանների մեջ։ Արևածաղկի սերմերը իր մեջ պարունակում են բավականին շատ վիտամիններ՝ թիամին, ռիբոֆլավին, պիրիդոքսին, ասկորբինաթթու, վիտամին E, կալցիում, երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, նատրիում, ցինկ։